Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը պատգամավորներին առաջարկում են Փաշինյանին անվստահություն հայտնել։ Ինչ եք կարծում, պատգամավորները կանեն։ Դատապարտված է անհաջողության։ Որովհետեւ նրանք հլու հազանդ կատարում են իրենց առաջնորդի բոլոր հրամանները դրա համար։ Այսինքն պատգամավորները չեն միանա այդ նախաձեռնությունը։ Ես համոզված եմ, որ ոչ։ Ես կարծում եմ մեծ մասը չի անի իր քպեականները չեն անի, որովհետև նրանցից ամեն մեկի վրա դոսիե կա։ Կզգուշանան, կարծում եմ, բայց պետք է փոխել։ Նարեկ Ես շատ հեռու եմ քաղաքականությունից եւ չեմ ուզում պատասխանել։ Իսկ կողմ եք, որ Փաշինյանին անվստահություն հայտնեն։ Ոչ։ Ես քաղաքականությունից շատ հեռու եմ, բայց չեն համաձայնում։ Ինչու օրինակ։ Ոչ ես չեմ կարող ասեմ ցավոտ։ Ես գիտեմ ես իրանց ինչ ասեմ, չունեմ բան ասելու։ Բայց իրանց մեջ գիտեն ինչ պետք է անեն։ Իսկ ճիշտ է Փաշինյանին անվստահություն հայտնելը։ Ճիշտ է նրան անվստահություն հայտնելը։ Այո։ Ճիշտն ասած չգիտեմ, չեմ էլ ուզում։ Հենց բաների ինչ որ մի բան ասեմ։ Իսկ ճիշտ է Փաշինյանին անվստահություն հայտնելը, թե ձեզ գոհացնում է նրա գործունեությունը։ Չէ, չի գոհացնում, բայց չեմ էլ ուզենա քննարկեմ այդ հարցը։ Չեմ իմանում։ Իսկ ճիշտ է Փաշինյանին անվստահություն հայտնելը։ Դել չեմ իմանում։ Եթե Փաշինյանից գլուխ չեն հանում, չեն հասկանում, ուրեմն հնարավոր է, կարծրատիպերը շատ են։ Էդգար Ղազարյանը գլուխ չի հանում, օրինակ Փաշինյանը։ Այո, չի հանում։ Քանի որ ճիշտ չեն հասկանում Փաշինյանին։ Իսկ դուք ինչ եք հասկանում, կմանրամասնեք։ Ես ճիշտն ասած Հայաստանի քաղաքացի չեմ, Հայաստանում չեմ եղել արդեն 2-3 տարի է, երբ որ ես հասկացա մեր Երևանը բարգավաճում է եւ ամեն ինչով ծաղկում ու բարգավաճում մենք վերադարձանք արդեն 3 տարի է բնակվում ենք Երևանում Եվ գոհ եք վարչապետ։ Շատ գոհ ենք։ Մեր բոլոր հարազատներն էլ բոլորն էլ գոհ են։ Մենք անչափ զգացված ենք վարչապետ։ Տրանսպորտից օգտվում եք, օրինակ տրանսպորտի նոր սակագնից։ Օգտվում եմ։ Ես նույնիսկ ամաչում եմ որոշ մարդկանց փոխարեն, որ իրենք չեն պատճառաբանում են վճարվել։ Հասկացաք, պատճառաբանվում են։ Իսկ ուրիշ երկրներում սարսափելի գներ է տրանսպորտի վիճակը։ Բայց լավ է աշխատում այստեղ տրանսպորտը։ Շատ լավ է։ Կանգառներում տեսնում եք հարյուրավոր մարդիկ են կանգնած աշխատանքից դուրս գալու ժամերին օրինակ։ Էլ որքան, ինչքան էլ որ ավտոբուսներ բերեն, միևնույն է, դժգոհ են ժողովուրդը։ Միևնույն է, պատճառաբանություն է դա։ Առհասարակ, նույնիսկ տեղ չի լինելու արդեն տրանսպորտը ճանապարհի։ Ինչքան էլ որ կա, ինձ թվում է դա բավական է։ Ինչքան էլ որ լինի, էլի միևնույն է, իրանք չեն հասկանա, որ շատը չի կարելի, բայց բավականին ու եթե ես 20 համարին սպասում եմ, 20 համարի տրանսպորտը գալիս է առնվազն 15 րոպեն մեկ։ Շատ գոհ եմ, զգացված եմ։ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը պատգամավորներին առաջարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել։ Ըստ էս պատգամավորները կանեն դա, կհամաձայնվեն, կմիանան։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև իրանք են արդեն այդ հարց տվողը իրանք պետք են, իրանք էլ պատասխանեն։ Մենք ինչ կարանք ասենք, ասած չէ։ Իսկ ճիշտ է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը։ Անվստահություն հայտնելը, դա չեմ կարող ասել։ Մի օր ես իրան ինչ-որ տեղ վատը չեմ տեսել։ Ես վատը չեմ տեսել իրա, որ ասեն վատա էտա այնա։ Ինքն էլ մարդ է, ինքն էլ ուզում այդքան որ մարդկային մարդը եթե ելն ասեն։ Ճիշտ է, մի քիչ ինքը բան չի, ասենք ագրեսոր չի, էլի խելացի մարդ, որ խելոք բաներ խոսում է, որ ասում է ժողովրդին էտեն ժողովուրդների կեսը, այն կոմա կեսյան, սև ու սիպտակ են։ Բայց դա իրենք են այդպես բաժանել ժողովրդին։ Ոչ մեկ իրանք են բաժանել։ Ժողովուրդը Հայկ Մարությանը ասեց սև եւ սպիտակներ։ Հայկ Մարությանը ասեց սև ու սպիտակ, ինքը ինքն ասել, ինքն էլ դրա համար ինքը պատասխան թող տա։ Թող ինքը պատասխան տա։ Մենք էլ մեր համար գալիս ենք այստեղ
մեր ապրանքն ենք ծախում, մեր գործն ենք անում, ոչ մեկն էլ մի վատ բան չի ասում, որ ասել մեզի նեղացնում են, ասում են չի ծախում կամ ինչ-որ բան։ Ես էլ գոհ եմ, շնորհակալ այդ թեմայի հետ, որ խոսում են։ Եթե այդ թեման իստվել ես խոսալու, ես վատը չեմ կարող ասել։ Այսինքն բոլոր վատն էլ կա, լավն էլ կա։ Այն վատ խոսակցությունը շուտ է լցվում, շատ ենք շուտ ըմբռնում, իսկ լավը չենք ըմբռնում, լավն է, չէ՞, մարդը ոնց կան ասած լավն է։ Ես երաժիշտ մարդ եմ, ես իմ երաժշտությունը այսօր կարամ մարդկանց հետ ուրախացնեմ, բայց տխրություն չեմ կարող անեմ, որտեղ իմ հոգու մեջ չկա այդ տխրությունը։ Ես կարող եմ ուրախացնել մարդկանց, ես սիրում եմ մարդկանց, շատ եմ սիրում։ Վատն էլ էլի թող Աստված իրանը խելտա ինքն էլ լավանա, բոլորին էլ մենք պետք է նայենք վերև մեր Աստծուն, տենանք Աստված այդքան բան արեց մեզ, ինչ են կարի Աստծո համար, որ այսօր պահանջում ենք այդ միավոր պետք է միասնություն լինի, միասնություն, ուրիշ ոչ մի բան, Ազիզյան։